Դուք շատ հետաքրքիր բան ասացիք հույս կար, բայց հույսը ինչի հիման վրա կար։ Ոչ մի քայլ չենք անում, ամբողջությամբ սխալ դիսկուրսներ ենք գեներացնում, սխալ ենք աշխատում երկրի ներսում, սխալ ենք աշխատում երկրի դրսում, նկատի ունեմ կոնկրետ պետությունը եւ այսօրվա պատասխանատուները, ապա հույս չի կարող լինել, այսինքն մարդկանց հասցնել հոգեպես այն իրավիճակին, որ ցանկացած պայման լինի ընդունելի։ Երկրորդը, որ ներսում են առաջանալու երկբառակտումներ, այսինքն հանրային դժգոհություններ, այսինքն ներսից է պաշարված ամրոցը ներսից է պայթելու, եւ երրորդը իհարկե ռազմական պլանը, որ իրագործման համար իրեն փոքրինչ անհրաժեշտ է ժամանակ եւ միջազգային կոնսենսուս, ինչպես նշեցի, 10 ամիս տոտալ բլոկադայի եւ սովի են մատնում, ամեն ձևով փորձում են նվաստացնել եւ տարբեր փորձությունների ենթարկել, հետո ռազմական ագրեսիա են գնում եւ հետո մարդիկ ուղղակի հարկադրված մասապուրց մի ճամպրոկով դուրս են գալիս ու հետո ինքը մտնում է ու ասում որ հաղթել է